Տիրոջը փառք։ Ինչպես 150 Սամոսի վերջում է գրված, ամեն շունչ ունեցող թող օրհնի Տիրոջը։ Աստծո զավակը քանի շունչ ունի, պետք է օրհնի Տիրոջը, իր գործերը պատմի, իր մասին վկայի։ Եվ նույնպես ասում է, Տիրոջը կօրհնեմ ես իմ կյանքում, քանի որ կամ։ Իմ Աստծուն Սամոս կասեմ, քանի որ ողջ եմ, Աստված թող օրհնի։ Ուզում էի Գիրք Թվոցի 17 գլխի առաջի հատվածը կարդալ, այս մասին ակնարկեց Պավել եղբայրը, ես ուզում եմ նորից հիշեցնել և ուշադիր լինենք։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով, խոսիր Իսրայելի որդկանց հետ և առ իրանց հայրերի տների համար մեկ գավազան, այսինքն իրանց հայրերի տների բոլոր իշխաններից 12 գավազան, ամեն մարդու անունը իր գավազանի վրա գրիր, և Ահարոնի անունը գրիր Ղևիի գավազանի վրա, որտև նրանց հայրերի տան իշխանի համար մեկ գավազան պիտի լինի, և նրանց դնես ժողովքի խորանում, վկայության առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ, և կլինի այն մարդու գավազանը, որ ես ընտրել եմ, կծաղկե, և ես կդադարեցնեմ ինձանից Իսրայելի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վրա։ 5-րդ խոսքում, վերջին դրված խոսքուս մեջ ասում է, Տերը Մովսեսին ասում է, և կլինի այն մարդու գավազանը, որին որ ես ընտրել եմ կծաղկե, և ես կդադարեցնեմ ինձանից Իսրայելի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վրա։ Իսրայելի որդների մեջ կար տրտունջ, վիճաբանություն։ Նախորդ գլխում լսում ենք, որ Ղևի որդկանցից Կահաթի որդին, Իսահարի որդին Կորխը, Ռուբենի որդներից Եղիաբը, Դաթանը, Աբիրոնը և Օնը ելան և ապստամբեցին Մովսեսի և Ահարոնի դեմ և ասում են, ինչ եք ձեզ այդքան ժողովրդի վրա վեր բարձրացրել, բայց իրականությունը սա էր սիրելիներ, Կորխի որդիները իրանք հասցեին են մտքի հետ, որ Ահարոնն է քահանայապետը, մտածում էին, որ Մովսեսը աչարություն է արել, մարդկորեն իր եղբորն է քահանայապետ դրել, վիճաբանություն էր, և դրա համար իշխանների մեջ այդ ըմբոստությունը եղավ, և սրա համար Աստված Մովսեսին պատվիրեց, որ ամեն ցեղի անունով գավազան դրվի վկայության խորանի առջև ամբողջ գիշեր մնա, և Տերը ցույց կտա, ով է իր ընտրյալը։ Եվ այսօր էլ լսում ենք, աշխարհի մարդիկ ասում են, կան այսքան կրոններ, այսքան ուսմունքներ, բուդդիզմ, հինդուիզմ, իսլամ և քրիստոնեություն, որն է ճիշտ, ամեն մեկ իր ձևով է պաշտում։ Այսօր էլ այդ նույն հարցը կա, բայց սիրելիներ, բոլոր այդ կրոնական առաջնորդների, թե Բուդդայի, թե Մուհամեդի, թե մյուս երևելիների գերեզմանները լիքն են ոսկորներով, իրանք այնտեղ, այդպես ասած, թաղվել են և իրաց մարմինը հոդել հող է դարձել, բայց մի գերեզման կար, որի մեջը մնաց դատարկ, Տեր Հիսուս հարություն արավ, և շարունակության մեջ լսում ենք սիրելիներ, երբ որ գիշեր անցավ, առավոտը բացվեց, նայեցին, որ Ահարոն գավազանը հարություն էր արել, Ահարոն գավազանը ծաղկել էր, սա խորհուրդն էր Քրիստոսի, նման ձևով էլ եղբայրներ և քույրեր, Քրիստոսի հարությունը ապացույցներ են բանի, որ միակը ինքն է, միակ փրկիչը ինքն է, իրանից բացի ուրիշ մեկը չկա, դրա համար Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված թղթի 3-րդ գլխի մեջ հետևյալ խոսքերն է գրում, 3-րդ գլխի համար 14-ից, սա գրում եմ քեզ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ, իսկ եթե ուշանամ, որ գիտենաս թե ինչպես պետք է Աստծո տան մեջ վարվել, որ է կենտանի Աստծո եկեղեցին, սյուն և հաստատություն ճշմարտության,
Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեց մարմնում, Քրիստոս հայտնվեց մարմնում, արտարացավ հոգով, ինչպես իր հարությամբ արտարացավ, իր հարությամբ հռչակեց, որ այո, իր գործը արտար էր Աստծուն հաճելի, Աստծուն ընդունելի։ Դրա համար Հռոմայեցիս թղթի 1-4 խոսքում ասում է. «Եվ Աստծո որդի սահմանվեց, զորությունով սրբության հոգու կողմանը մեռելներից հարություն առնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար»։ Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը ապացույցն էր, որ իր գործը Աստծուն ընդունելի էր։ Երևաց հրեշտակներին, այո, այն ծրագիրը Աստծո նախասահմանությունը, որ հրեշտակներից ծածկված էր, իրանց էլ հայտնվեց։ Հեթանոսներին քարոզվեց, հավատացվեցավ աշխարհկումը եւ վերացավ փառքով։ Փառք Տիրոջը սիրելիներ։ Աստված իր որդուն հարություն տվեց, Քրիստոսին հարություն տվեց եւ իր հարությունը ապացույցն էր, որ իր արած գործը Աստծուն ընդունելի էր, Աստծուն հաճելի էր։ Թող Աստծո ողորմությունը լինի եւ մեր հայացքները միշտ ուղղված իրան։ Մենք երջանիկ հույս ունենք, ինչպես Հովհաննեսի ավետարանի 5-րդ գլխի 28 խոսքում է ասում, սրա վրա մի զարմանաք, որ ժամանակ կգա, որ ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն եւ դուրս կգան նրանք, որ բարի են գործել, դեպի կյանքի հարություն, եւ նրանք, որ չար են արել, դեպի դարաստանի հարություն։ Մերելներից առաջինը Անդրանիկը, որ հարություն արավ, Տեր Հիսուս Քրիստոսն է եւ Քրիստոսով ննջածները իր հարությանը մասնակից պետք է լինեն։ Մեր հարության, մեր վերստին ծննդի աղբյուրը Տեր Հիսուսի հարությունն է։ Ինչպես Պետրոս Արաքյալն է գրում, օրինալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Աստված թողորն միակը, որով մարդը փրկություն ունի, Աստծո որդին է, Հիսուս Քրիստոսն է, ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ միջոց չկա։ Թող Աստծո ողորմությունը լինի, Աստված օրհնի, Աստված փառավորվի, աճենք իրեն ճանաչելու մեջ եւ լսվենք իր ալիությամբ, ամեն։